իշխանությունը մեկնարկ է տվել իր ընտրաշավին եւ այս ճանապարհին ոչ միայն մի քանի ճակատով պայքարում է քաղաքական տարբեր միավորների հայ առաքելական եկեղեցու, այլ նաև այն համայնքի ղեկավարների դեմ, որոնք ունեն հեղինակություն, որոնք ժողովրդի կողմից այդ համայնքներում ընտրվել էին եւ ընտրական process-ներում կարող են նրանց համար որևէ ձևով խոչընդոտներ առաջացնել։ Կոնկրետ Դավիթ Համբարձումյանը Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ էր, ցանկացած պարագայում տարբեր process-ում իր հրապարակային դիրքորոշումները արտահայտել էր, բավականին կոշտ արտահայտություններ արել էր գործող իշխանության եւ նրա ղեկավարի նկատմամբ։ Գիտեք, որ ընդդիմության նախաձեռնած վարչապետի անվստահության գործընթացում նա ընդդիմության թեկնածուն էր եւ բնականաբար այս պայմաններում միամտություն կներ կարծել, որ իշխանությունը պարզապես որևէ քայլի չէր դիմի կամ իներտություն դրսևորել։ Իշխանության տարածած տեսանյութերը չեն համապատասխանում իրականությանը, ամեն դեպս Դավիթ Համբարձումյանի մասնակցության մասով։ Այդ առիթով նա մի քանի անգամ այս մասին նշել է, տեսանյութերը, որոնք ներկայացնում են Դավիթ Համբարձումյանը, այդ տեսանյութերում չկա, եւ երկրորդը ես կարծում եմ, ինչպես մնացած գործիչների դեպքում է լինում կամ շատերի դեպքում է լինում, իշխանության հույսը մանիպուլյացիայի ծավալների վրա է եւ այն մոտեցման, որ հանրության մի ինչ-որ մաս գոնե դա կընդունի որպես փաստ կամ որպես ճշմարտություն։ Բայց փաստը այն է, որ այն մարդիկ, ովքեր ժամանակին ցուցմունք են տվել նրա այնտեղ ներկայության կամ այն գործողությունների, որոնք վերագրում են Դավիթ Համբարձումյանի, այդ մարդիկ պարզապես հրաժարվել են այդ ցուցմունքներից։